Գյումրու փողային նվագախմբի կատարումներով ու դրամատիկականի պատմագրությունն ամփոփող 160 ակնթարթների ցուցադրությամբ է մեկնարկում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 160-րդ հոբելյանական թատերաշրջանը։ Տարեգրության սկիզբը 1865 թվականն է։ Որն է այստեղ հուշագրավը, որ ասում է բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը եւ այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություններ։ Եվ այսօր մենք կոտրում ենք այդ կարծրատիպը եւ 160-ամյակը նշում ենք այլ կերպ։ Ներկայացման փոխարեն համերգ, երգիչների փոխարեն դերասաններ։ Աճեմյանցիները բեմ են բարձրանում երգով ու պարով ֆոլկաստիկ բենդի ուղեկցությամբ։ Շոու ներկայացման ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, պարային բեմադրության հեղինակը Արինա Արարատյանը, զգեստների ձևավորողը Լուսինե Խաչատրյանը։ Արտիստիկ համերգ ներկայացումը կընդգրկվի նաև թատրոնի խաղացանկում։ Վստահ եմ, որ թատրոնը առաջիկա տասնամյակներին շարունակելու է այն հրաշալի պատմությունը, որ մեզ այսօր բոլորիս հավաքել է այստեղ։ Այդ պատմությունը իսկապես պատկառելի է 160 տարի։ Հեշտ է ասել, բայց դա առաջին հանդիպումներից էր հայ թատրոնի եւ հայ հանդիսատեսի։ Գյումրու թատրոնը մեր ամենահին թատրոններից մեկն է, թերևս ավելի հին, քան Երևանյան թատրոնները։ Ժաննա Անդրեասյանը վարչապետի հուշամեդալով եւ նախարարության մեդալներով է պարգևատրում թատրոնի նվիրյալներին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվում է թատրոնի դերասան Սամվել Երվանդի Գրիգորյանը։ Այս մեծ ծապելը ես ուզում եմ դուք խեղեք ձեզ, մեր սիրելի անբացատրելի, մեզ հետ քայլող 160 տարի մեր սիրելի հանդիսականին։ Բրավո ձեզ։ Եվ այս մեդալը նաև 160-ամյա մեր սիրելի մեծն թատրոնին է, շնորհակալություն։ Մեր թատրոնը Գյումրեցու մեջ սերմանել է կատիլ առ կատիլ մշակույթ, սերմանել է արվեստ, սերմանել է արվեստ։ Ու այսօր աշխարհի բոլոր մյուզիկլները հանգստանում են, որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնը իրական շոու է ցույց տալիս։ Հուզված եմ այնքան, որքան հուզված է յուրաքանչյուր աճեմյանցի, եւ թերևս խանդավառ եմ այնքան, որքան խանդավառ էին հին Ալեկպոլի կամարապատ փողոցներով դեպի երկրի առաջին թատրոն շտապող իմ համաքաղաքացիները։ Գյումրու դրամատիկականն ամենաարագ զարգացող թատրոններից է, ներկայացումները դուրս են եկել այս դահլիճի սահմաններից, դարձել սիրված ու պահանջված, ոչ միայն մեր երկրում, այլև դրսում, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Այս տարի մենք ձեռք ենք բերել պետության աջակցությամբ լուսային եւ ձայնային նոր սարքավորումներ թատրոնի համար, որոնք մինչև տարեվերջ արդեն նոր հնչողություն եւ նոր լույս կապահովեն եւ անհրաժեշտ քայլերը ձեռնարկում ենք, որպեսզի նաեւ ջեռուցման ու մյուս հարցերը լուծվեն։ Առջևում նոր պայմանագրեր են, նոր պրեմիերաներ ու նոր հյուրախաղեր։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։